ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է, ընդ որում Թուրքիայի էլ չէ, այսինքն Թուրքիան անգամ Հայաստանին այդպես անմիջապես պահանջ կամ պայման թելադրելու գործը համարում է այլևս իր դրամաչափից ցածր։ Դե որտեվ ասում է իմ եղբայրը ինչ ասի պատվիրակել է Ադրբեջանին, այսինքն Հայաստանը հանձնված է այդ տեսանկյունից Ադրբեջանին։ Եվ սա ցավոք սրտի արձանագրված է նաև աշխարհաքաղաքական դերակատարների հիմնական մակարդակում, այսինքն բոլորը ընդունել են այդ տրամաբանությունը, որ Հայաստանը պարզապես հանձնված է Ադրբեջանին եւ իրենք գլխավոր համաձայնությունները քննարկելու են Ադրբեջանի եւ ավելի լայները Թուրքիայի հետ։ Հայաստանի հետ ընդհանրապես լուծում են այդ խնդիրը համոզել, խրախուսել, կարկանդակներ առաջարկել հնարավորինս Հայաստանի հանրությանը այդ տրամաբանությանը ադապտացնելու համար, որովհետև պաշտոնական մակարդակում Նիկոլ Փաշինյանն ինքն է համաձայնել իրերի այդպիսի դրությանը, հրաժարվելով սկսած Արցախից մինչև այլ իրավունքներ, մենք տեսնում ենք հերթով այդ ամեն ինչը տեսել ենք եւ շարունակելու ենք տեսնել, որովհետեւ այդ process-ը չի կարող դադար ունենալ, որովհետև քաղաքականությունը չի դադարում, առավել եւս աշխարհաքաղաքականությունը։ Հետեւաբար այստեղ շատ պարզ է Ադրբեջանի մոտիվը եւ Թուրքիայի մոտիվը։ Հիմա Հայաստանը այս ամենից կարող է դուրս գալ, եթե փոխվի իշխանություն։ Իշխանություն, որովհետև այս իշխանությունը, ես նույնիսկ նշում եմ, եթե անգամ ինքը ցանկություն ունենա, այլևս չի կարող փոխել այդ իրավիճակը, որովհետև եթե ինքը հանձնառու է այն քաղաքականությանը, որը վարվում է արդեն տարիներ շարունակ, հանկարծ եթե հենց ինքը մտադիր լինի որևէ բան փոխել, հայտնվելու է ուժգին հարվածների ներքո թե այդ իշխանությունը, թե Հայաստանը։ Եվ այդ հարվածները Նիկոլ Փաշինյանը չի կարող մարսել։ Հետևաբար միակ տարբերակը այս իրավիճակից Հայաստանը դուրս բերել, դա փոխել իշխանությունը։ Դա նվազագույն քայլն է, որ կարող ենք անել եւ ըստ իս, որը անհրաժեշտ է անել։ Եվ այս տեսանկյունից այլ տարբերակ պարզապես ես չեմ տեսնում Հայաստանը այս ընթացքից դուրս բերելու, իսկ կրկնեմ, այս ընթացքը շարունակելու դեպքում այո, դրա համար են շատերը ասում, որ սա ճակատագրական ընտրություն է մեզ համար։